Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բանը ես զրուցելու եմ Հայաստան ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան մեր հանդիպումն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Հայաստանում էր, հետո գնաց Ադրբեջան։ Խնդրեմ նախ ընդհանուր ձեր գնահատականները այցի վերաբերյալ, ձեր կարծիքով ինչին էր նվիրված այդ այցը եւ ինչպես գնահատել այն հայտարարությունները, որոնք եղան Հայաստանում, մասնավորապես այդ մոդուլային ռեակտորների մասին խոսակցությունը, 9 միլիարդ հասկացանք, որ իրանք չեն տալու, մենք պետք է տանք ամերիկացիներին, Այո, եւ նաեւ դրոնների հետախուզական ԱԹՍ-ների տրամադրումը, լուսանկարի հրապարակում էլ եղավ, եթե մենք Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության, իսկ Միացյալ Նահանգները այսքան ժամանակ Ադրբեջանի դեմ մեզ երբեք զենք չի տվել, ինչը հետախուզելու համար են այդ ԱԹՍ-ները տալիս, խնդրեմ, ընդհանուր գնահատական եւ մասնավորեցնելով կգանք։ նախ եւ առաջ Վենսի այցելությունը տարածաշրջան կարելի է համարել հետեւյալ կերպ. Հայաստան մարտավարական այցելություն էր, Ադրբեջան ռազմավարական այցելություն։ Հայաստանում Վենսին ներկայացրեցին, թե ինչ տեսակ ծառեր են ուզում գնել Միացյալ Նահանգներից, եւ նա էլ կարողացավ հաջողությամբ համոզել, ոչ թե համոզել, այլ շատ հանգիստ տալ Հայաստանին մի մոդուլային ռեակտոր, որը մինչև հիմա Միացյալ Նահանգները դրա սարքելու փորձը չունի։ Մոդուլային ռեակտորների արտադրությունը աշխարհում, որոնք որ ռեալ գործարկել են, 3 պետություն է իրականացրել. Ռուսաստանը, Չինաստանը եւ Միացյալ Նահանգները։ Ռուսաստանը եւ Չինաստանը Միացյալ Նահանգները գործարկել է։ Այո, ինքը գործարկել է, հիմա կասեմ։ Ռուսաստանը եւ Չինաստանը ունեն փորձը փոքր քաղաքների եւ խոշոր արդյունաբերական կենտրոնների համար փոքր մոդուլային ատոմակայանների ստեղծմանը։ Եվ հաջողությամբ իրենք փորձարկել են դա։ Միացյալ Նահանգները ունի դրա փորձը ընդամենը նավերի վրա։ Ինքը չունի դրա փորձը քաղաքների եւ արդյունաբերական կենտրոնների։ Դրանից բացի այն 9 միլիարդը, որ իրենք տվել են, ասում են, որ մենք պիտի տանք, որ մենք ենք տալու իրականության մեջ, քան որ դա վարկային, 5 միլիարդը ամբողջությամբ մնում է Միացյալ Նահանգներում։ Եվ այն ընկերությունը, որը պետք է կառուցի դա Հայաստանում, դա ստանալու է այնտեղ։ Այսինքն այդ 5 միլիարդը ընդհանրապես Հայաստան էլ չի գալիս։ Եվ հետո եւս 4 միլիարդ վարկ են տալու, որպես մենք այդ 4 միլիարդով գնենք սպասարկումը։ Նախ եւ առաջ ատոմակայանը, սովորական ատոմակայաններ որ կան, դա միայն էներգիայի աղբյուր չի։ Դա շատ լուրջ գիտություն է, շատ լուրջ։ Իսկ մոդուլայինը իր մեջ իրականության մեջ ոչ մի գիտություն էլ չի պարունակում։ Եվ դրանով, որ մենք փակենք մեր ատոմակայանը մեծամորինը եւ վերցնենք մոդուլայինը, իրականության մեջ Հայաստանի միջուկային էներգիայի գիտության սպանելն է։ Եվ ուրիշ ոչ մի բան։ Երկրորդ հերթին, երբ որ իրենք ասացին Հայաստանին տվել են, նաեւ ԱԹՍ։ Այդ ԱԹՍ-ն հիմնականում օգտագործվել է սահմանների վերահսկման համար։ Հետախուզական, դիտարկում, տեսեք, հետախուզականը ունի տարբեր տիպի հետախուզական ԱԹՍ-ներ։
Այնպես ինչպես որ օդանավները ունեն տարբեր տիպի ռմբակոծիչ, հետախուզական եւ տարբեր ձևեր։ Այնինչ որ իրենք տվել են ընդհանրեն ինքը հետախուզական է եւ կարողանում է նայել սահմանի նաեւ այն կողմը։ Եթե մենք Ադրբեջանի հետ չակերտավոր գնում ենք դեպի խաղաղության, դա նշանակում է, որ դա չի կիրառվելու Ադրբեջանի դեմ։ Դա Միացյալ Նահանգների կողմից կիրառվելու է Իրանի դեմ։ Եվ այնպես ինչպես որ մինչև հիմա Միացյալ Նահանգները ցույց է տվել, այն տեխնիկան, որը ինքը տրամադրում է այլ պետությունների, ինքը դրա միջոցով նաև հետախուզական աշխատանքներ է իրականացնում։ Եվ դրանից բացի ինքը երբ ուզում է դա անջատում է։ Ճիշտ այնպես ինչպես որ տեղի ունեցավ 2003 թվականին Միացյալ Նահանգների հարձակումը Իրաքի վրա։ Իրենք միջև որ հարձակվել է իրաքյան ռադարների մի մասը, որոնք իրենք էին սպասարկել, իրենք էին տվել, բոլորը անջատեցին։ Այդ թվում նաև հակաօդային պաշտպանության մի մասը։ Նրանք, որոնք որ ռուսականները աշխատեց, ֆրանսիականները աշխատեց, բայց ամերիկյանը չաշխատեց։ Նույնն էլ կարող են այստեղ անեն։ Այսինքն, երբ որ իրենց ձեռնտու չի, ուղղակիորեն կփչանա, չի թռնի։ Հետո ցանկացած հակադարձում կլինի, որ ցանկացած պետությունը այդպես վարում, այսինքն ինչ ռուսական ԱԹՍ-ները իրանց հսկողության տակ չեն լինել։ Գիտեք ինչ է, խնդիրը նրանում է։ Այստեղ այլ հարց է ներողություն, այստեղ այլ հարց է, որ մենք մեզ բարեկամաբար տրամադրված հարևանի մոտ նոր կասկածներ առաջացնելու առիթ ենք տալիս։ Սա է կարծում կարևոր հարցը։ Գիտեք, խնդիրը հետևյալն է։ Հայ ժողովուրդը եւ պարսիկ ժողովուրդը ունեն իրար հետ մի քանի հազար տարվա պատմություն։ Եվ հայ ժողովուրդը տրամադրված չի Իրանի ժողովրդի եւ Իրանի կառավարության դեմ։ Իսկ Հայաստանի իշխանությունները առ երևույթ տրամադրված չեն, իսկ խորքում հակաիրանական են։ Մենք առիթ ունեցել ենք լսելու ազգային ժողովում մի քանի քպականների ելույթները ընդդեմ Իրանի կառավարությանը եւ Իրանի կրոնական առաջնորդի դեմ։ Այնպես որ արեք մենք մեր մատների հետևը չփախկվենք եւ չփորձենք խաբել իրանցիներին, ովքեր որ ունեն բավականին լուրջ պատմություն։ Եվ իզուր չէր Իրանի դեսպանի կոշտ ու կոպիտ հայտարարությունը մի 10 օր առաջ։ Որից հետո սրանք կարծեք թե մի փոքր խելքերը գլուխ հավաքեցին։ Ոչ, իրենք խելքները գլուխը ջավիկեցին, քանի որ իրենք ձև են տալիս, իրենք ձևիստներ են, դերասաններ են։ Իրենք ուրիշ ոչ մի բան չեն։ Ուղղակի դերասաններ են, որի սցենարը գրում են ամերիկացիք, տալիս են իրենց եւ իրենք էլ իրականացնում են։ Վերադառնանք Վենսի այցին։ Ինչի մասին էր այն։ Իր այցը հիմնականում Հայաստան նրա համար էր, որ իր աջակցությունը հայտնի Նիկոլին եւ Նիկոլը վերընտրվի։ Քանի որ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ եթե Նիկոլը չլինի իշխանության գլուխ, ուրիշ ոչ մեկը չի կարող այն սցենարը, որը Վենսը շատ ուղիղ ասացի դեպ, ասաց, քանի որ մենք ունենք երկարաժամկետ պլաններ, այդ պլանները կարող է իրագործել այս մարդը։ Ու շատ կոպիտ եմ ասում, բայց միտքը դա էր։ Ամբողջությամբ դա էր, ուրիշ ոչ մի բան չէր։ Եվ դրա համար ինքը եկել էր Հայաստան, որպեսզի ասեր մենք քո թիկունքին ենք։ Հակառակ ասենք, որ այն բանին իրենք խոսում են ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին, չգիտեմ, թափանցիկության մասին, բայց Միացյալ Նահանգները երբեք չի հարգել մարդու իրավունքները, երբեք չի հարգել կանանց իրավունքները, չի հարգել եւ ոչ մի բան։ Նույնն էլ հիմա է։ Հիմա իրենք ասում են, որ կամ Նիկոլը կմնա, կամ մենք փող չենք տա։ Իսկ իրենք շատ լավ հասկանում են, որ Նիկոլի մնալը նվազագույնը երաշխիք է, որ Միացյալ Նահանգների ծրագրերը տարածաշրջանում կիրականանան։ Իսկ Միացյալ Նահանգների ծրագիրը տարածաշրջանում հետևյալն է, որ հին աշխարհակարգը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացել էր միաբևեռ աշխարհը, արդեն փլվել է։ Իր փլուզումը սկսել է դեռ 2007 թվականի Մյունխենի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից, Պուտինի ելույթից եւ եկել է մինչեւ հիմա։ Իսկ նոր աշխարհակարգը դեռ չի ծնվել։ Աշխարհը, այսպես ասած, ծննդաբերական աթոռի վրա է եւ ցավերի մեջ է։ Մինչ որ այդ նոր աշխարհակարգի ծնվելը ցավերը շատանալու են եւ քաոսը շատանալու է, պատերազմները շատանալու են։ Եվ դրա համար Միացյալ Նահանգները կարիք ունի
որոշակի գործիքակազմերի իր ծրագրերը առաջ տանելու եւ երբ կոշտ դիմադրության հանդիպեն, իրենք այդ գործիքակազմերը վաճառելու են ավելի թանկ։ Այսինքն հիմա այնինչ որ Միացյալ Նահանգները իրականացնում է մեր տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, այս բոլորը նրա համար է, որ հետագայում, երբ Ռուսաստանի եւ Չինաստանի, որոնք ապագա երկու բևեռներն են, իրենց այդ առևտուր անելու համար ամեն մեկին ինչ-որ մի բան տա, որպեսզի այդ մարդիկ նահանջեն հարավային եւ կենտրոնական Ամերիկայից։ Եվ այդ առևտուրը իրենք իրականացնելու են։ Այսինքն եւ Ադրբեջանը, եւ Հայաստանը, եւ Վրաստանը դառնալու են առևտրի գործիք, միջոց։ Եվ այդ ժամանակ մենք հաստատ կկորցնենք։ Բոլորը կկորցնեն, բայց մենք ավելի շատ, քան որ մենք արդեն էլ չունենք Արցախը, ժամանակավորապես չունենք, չնայած Արցախը իր տեղում է։ Եվ երբ Մենք այնտեղ չենք։ մենք այնտեղ չենք, եւ երբ ուզենանք եւ կամք ունենանք ազգային պետություն, որը ցանկություն ունի իրականացնել հայկական ծրագիր, կարելի է հետ բերել Արցախը եւ շատ ավելի շատ անել, քան այն ինչը որը հրաժարվեցին անել նախկին 3 նախագահները եւ այս դավաճանը։ Սա էր ամբողջ այցի նպատակը եւ խնդիրները։ Հիմա կարծում եք Փաշինյանի վերընտրվելու կամ վերընտրվածնելու, հա, շանսերը որքան են։ Եվ ինչ պիտի անել, որ այդ շանսերը պակասեն։ Տեսեք, հարցը ունի երկու կողմ։ Դեռևս 2024 թվականի սկզբին պարզ էր, որ Միացյալ Նահանգները ամեն ինչ անելու է, որպեսզի Նիկոլը վերընտրվի։ Եվ իրենք ոչ մի միջոց չխնայեցին դրա համար։ Իրենք իրենց խորհրդականներին ուղարկեցին Հայաստան, իրենց մենեջերներին ուղարկեցին Հայաստան, որպեսզի պարապեն Նիկոլի հետ եւ Նիկոլին սովորեցնեն, թե ինչ ասի, ինչ անի, եւ Նիկոլն էլ այդ թուղթը վերցնում, գնում է ԿՊ, ամեն մեկին ասում է, որ ինչ անեն, ինչ չանեն։ Եվ այդ բոլորի վճարները անշուշտ մեր գրպանից է դուրս գալիս, հարկատուների գրպանից է դուրս գալիս եւ վճարվում է դրանց։ Եվ այդպես իրենք փորձում են Նիկոլին վերընտրվելու հավանականությունը մեծացնեն։ Եթե ընտրությունների ժամանակ Նիկոլը մի քանի հազար ձայն էլ կեղծի, լցոնումներ իրականացնեն, այնպես ինչպես որ տեղի ունեցավ ընտրություններում, տեղական ինքնակառավարմանը եւ Գյումրիում, եւ Փարաքյարում, եւ մնացած տեղերում, արևմուտքը, այսպես ասած, ճակերտավոր, քաղաքակիրթ արևմուտքը ինքը աչքը փակելու է եւ ասելու է, որ եղել է շատ թափանցիկ, շատ արդար ընտրություններ։ Բայց ցանկացած իշխանություն իր ամբողջ այդ գովազդային գործողությունները եւ մնացած խաբեբայություններն անում է միայն մի բանի համար, որ ամեն անհատի ձայնը կարողանա վերցնի։ Հիմա եթե ժողովուրդը մեծ չափերով, մեծ մասշտաբով մասնակցի ընտրություններին, իրենց կողմից կեղծելու հնարավորությունը շատ քիչ է։ Պակասելու են։ Այո։ Այդ իսկ պատճառով ընտրություններին պետք է գնալ հնարավորինս շատ մարդկանցով։ Այստեղ հարցը առաջանում, որ ում ձայն տալ, ում վստահել։ Նախորդ նախագահները դժբախտաբար ցույց են տվել, որ իրենց մտածելակերպը եւ հնարավորությունները շատ սահմանափակ է։ Եվ իրենք որևիցե մեկը չի ունեցել հստակ ազգային ծրագիր։ Նոր ստեղծված կուսակցությունները բոլորը միասին։ Ոչ մեկը չունի ծրագիր, ոչ տնտեսական, ոչ չգնան ընտրություններին էլի։ Չէ, ճիշտ հակառակը, պիտի գնալ ընտրություններ։ Եվ ինչ անեն, ում ընտրեն։ Կարելի է գնալ եւ ձևեր կգտնվի, մի մտածեք։ Ձևեր կգտնվի։ Խնդիրը նրանում է, որ նոր կուսակցությունները մանավանդ մեր ձևով շարժումը, որը հավակնում է դառնալ ինչ որ մի բան,
Իրենք պետք է հասկանան, որ պոպուլիզմը արդեն տեղ չունի Հայաստանում։ Ժողովուրդը մի քանի անգամ պոպուլիզմով քաշվեց։ Եվ հիմա նմանատիպ հայտարարություններ, որ իրենք իրականացնում են, ավելի շատ վանելու են ժողովրդին իրենցից, քան թե իրենց վարկ եւ պատիվ է բերելու։ Իրենք օգտվում են նույն մեխանիզմը, որը իրականացրել են Նիկոլը եւ մնացած բոլոր պոպուլիստական կուսակցությունները աշխարհում։ Այդ իսկ պատճառով տպավորությունը այնպես է, որ իրենք էլ օգտագործում են նույն արևմտյան ընկերություններին, որպեսզի կարողանան ընտրություններին հաղթեն։ Բայց այս ընտրությունները պոպուլիզմին ամենաքիչ տեղն է տալու։ Եվ դեռ կարծում եմ իրենք չեն գիտակցել դա։ Երբ կգիտակցեն, արդեն Աստված գիտի։ Պարոն Պետրոսյան, դուք խոսեցիք Հայաստանի միջուկային ծրագրից, այդ ձեր մտահոգությունները իհարկե լիարժեքորեն կիսում եմ, Հայաստանն ուզում են զրկել այդ պոտենցիալից, որ կա, որը անհանգստացնում է թուրքերին եւ տարբեր ճանապարհներով սրանից առաջ Եվրամիության միջոցով այդ ասոցիացիան համաձայնագրերի, բաների միջոցով էին համոզում, որ հրաժարվեք ռուսական ատոմակայանից, մյուս կողմից որքան էլ որ քննադատեք երկրորդ նախագահի ժամանակ նոր ատոմակայանի վերաբերյալ ռուսների հետ պայմանավորվածություն ստորագրվեց, դա հետո չիրագործվեց եւ այս առումով ամեն ինչ արեց 5-րդ շարասյունը, որ Հայաստանը այդ ծրագիրը չիրականացնեց, că նոր ատոմակայան ռուսների օգնությամբ չունենանք մենք։ Կներեք։ Հիմա գալիս է ներողություն, հիմա գալիս է ձեր միտքը կասեք իհարկե։ Գալիս է աշխարհի մի փուլ, որտեղ միջուկային գործոնը բավական աշխատում է։ Եթերից առաջ զրուցում էինք, դուք կիսվեցիք ձեր տեղեկատվությամբ, որ եղել է հայտարարություն, որ Սաուդյան Արաբիան, ունի միջուկային արդեն միջոցներ ռազմական իմաստով, Թուրքիան այս իմաստով արդեն երկիմաստ հայտարարություններ անում։ Ես նայեցի Հական Ֆիդանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին, որտեղ ինքը լռությամբ պատասխանեց Թուրքիայի միջուկային տերություն դառնալու հավակնություններին եւ Իրանի շուրջ այս ամբողջ հակա իրավական, միջազգային կարգերին հակասող գործողությունները Միացյալ Նահանգների կողմից էլի հիմքում միջուկային ծրագիրն է, որ իրանցիները անկախորեն փորձում են իրագործել։ Ինչ է կատարում այս առումով աշխարհում եւ ինչ է փոխվում։ Նախ եւ առաջ երկրորդ նախագահը եւ այն ժամանակ նաեւ պաշտպանության նախարար եւ հետո վարչապետ Սերժ Սարգսյանը, երրորդ նախագահ հետագայում, իրենք շատ լավ տիրապետում էին 5-րդ շարասյան գործողություններին։ Եվ եթե իրենք իսկապես քաղաքական կամք դրսևորեին, որ ցանկանում են ունենան երկրորդ ատոմակայան, ոչ մեկը չէր կարող իրենց դեմը առնել։ Դե Սերժ Սարգսյանի մասով նույն բանը չասեցի, ճիշտ ասած։ Ես կասեի երկուսն էլ ցանկություն չունեին։ Երկուսն էլ ցանկություն։ Դե որ չունեին, ինչի ստորագրեց։ Գիտեք, մարդ կարող է մի բան ստորագրի եւ երբեք չվավերացնի եւ հետո ասի ինձ խանգարեցին։ Խանգարեց իրեն 5-րդ շարասյունը։ Ինքը չգիտեր ով է 5-րդ շարասյունը, շատ լավ գիտեր։ Ինձ ցույցեց ավելի շատ։ Լավ, եկեք այդ թեմաների մեջ չմտնենք, բայց այդ մարդը հայ-իրանական գազամուղ կառուցեց, չնայած աշխարհում շատերը դեմ էին դրան։ Այդ նաեւ ռուսները։ Այսինքն կար քաղաքական կամք։ Այո։ Լավ, այստեղ ուստի քաղաքական կամք չկար։ Դե տեսնենք։ Երկրորդ խնդիրը, որ դուք խոսեցիք դրա մասին, այո, մի 3 թե 4 օր առաջ ԿՀՎ-ի կենտրոնական Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության վարչության նախկին աշխատողներից մեկը իր հարցազրույցի ժամանակ ակնարկեց, որ Սաուդի Արաբիան ունի միջուկային զենք, բայց չունի միջոցները դա օգտագործելու, այսինքն չունի հրթիռային համակարգ դա օգտագործելու համար։ Երեկ էլ Հական Ֆիդանը իր հարցազրույցի ժամանակ ասաց, որ այս միջուկային ճգնաժամը, որը ստեղծել է աշխարհում, պատճառ հանդիսանում, որ Թուրքիան սկսի մտածել միջուկային գերտերություն դառնալու։ Եթե մենք դրան միացնում ենք նաև փետրվարի առաջի 10-օրյակում արդեն իր ուժը կորցրած միջուկային սպառազինության սահմանափակման եւ վերահսկման պայմանագիրը, որը կնքվել էր Միացյալ Նահանգների եւ ԽՍՀՄ-ի միջև եւ
իր ուժը կորցնում էր այս տարի փետրվարին եւ Միացյալ Նահանգները չցանկացավ դա ստորագրել եւ ուստի այդ ժամկետը արդեն ավարտվեց եւ նաեւ ավելացնենք որ երեք Washington Post-ը մի տեղեկատվություն էր գրել անհայտ աղբյուրից որը ինքը պաշտոնավարում է Միացյալ Նահանգների աշխատակազմում հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ցանկություն ունի վերադառնալ միջուկային զենքի Տարածման համաձայնագրի ոչ փորձարկումների իրականացմանը եւ ստեղծմանը եւ այսպես Թրամփը կդառնա Ռոնալդ Ռեյգանից հետո երկրորդ նախագահը Միացյալ Նահանգներում ով մեծացրեց ատոմային զենքի պաշարները իրեն այստեղ մի կարևոր հարց կա ինչու է այս պահին այսպիսի խժդժություններ գնում նախ եւ առաջ ապագա աշխարհը երկբևեռ աշխարհը բազմաբևեռ աշխարհը որ պետք է կառուցվի այս բազմաբևեռ աշխարհում միջուկային տերությունների դերակատարումը շատ մեծ է լինելու այդ իսկ պատճառով չի բացառվում որ Միացյալ Նահանգները իր հեգեմոնիան պահպանելու համար բոլորին հանի բոլորի դեմ վերջո այս իրավիճակը որը որ զարգանում է եթե մենք խաղերի տեսությունով քաղաքական խաղերի տեսությունով սկսենք վերլուծել հասնում ենք այն եզրակացության որ ռուս-թուրքական պատերազմը սարերի հետևում չի լինելու երեք նաև Թուրքիայի ափերից մեկում գրան 2 կամ նույն պարսկական շահեդ 136 տիպի աթսեր ափ հասել, բայց առանց մարտագլխիկի։ Դա նաև նշանակում է, որ հաջորդ անգամ կարող է լինել մարտագլխիկով, զգուշ եղեք։ Եվ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ Ուկրաինան արդեն չկա։ Եվրամիությունն էլ չունի հնարավորություն վերակազմակերպվելու եւ վերաձևավորելու իր տնտեսությունը եւ իր ռազմաարդյունաբերությունը։ Ուստի որպեսի հետագա պատերազմը, որը պետք է տեղի ունենա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև, որպեսի այդ դա կանխեն, իրենք կարող է Ինջերլիքում գոյություն ունեցող Միացյալ Նահանգների ատոմային ռումբը, միջուկային ռումբերը որ կան, տրամադրեն Թուրքերին։ Եվ արդեն Ռուսաստանը սկսի հաշվարկել, որ արդյոք արժի այդ պատերազմը, թե ոչ։ Նույնն էր Սաուդի Արաբիայի պարագայում է։ Իրենք շատ լավ հասկանում են, որ եթե իրենք հարձակվեն Իրանի վրա, Իրանը իր հաշվարկված, այսպես ասած, Միացյալ Նահանգների հաշվարկներով, որ Իրանը ունի 400 կիլոգրամ 60%-անոց խտացված ուրան, ընդամենը 2 շաբաթվա ընթացքում իրենք կարող են ստեղծել նվազագույնը 10 միջուկային ռումբ։ Դրա համար իրենք Սաուդի Արաբիային տվել են միջուկային ռումբը, որ եթե այդպես իրավիճակ է ստեղծում, իրենք կարողանան բալանսավորեն այդ տարածաշրջանել, այսինքն իրենք գնում են այն խաղի հետևից, որ բոլորին հանել բոլորի դեմ։ Եվ այդ քաոսային իրավիճակը ստեղծելով, իրենք կարողանան իրենց հեգեմոնիան եւս մի քանի տարի երկարաձգեն։ Այս խաղն է գնում։ Եվ մինչև ինչքան սա կաշխատի, դեռ պիտի սպասել։ Իսկ դուք կանխատեսում եք տարածաշրջանում շատ մեծ պայթյուն, ռուս-թուրքական պատերազմ, Իրան-Սաուդ-արաբական։ Ռուս-թուրքական պատերազմը արդեն ակնհայտ էր դարձել 2020 թվականի Արցախի պատերազմից հետո։ Սովորաբար, պարոն Պետրոսյան, երբ Նիկոլ Փաշինյանը որևէ բան հայտարարում է, սովորաբար նշանակում է, որ դրա հակառակը լինելու է։ Ինքը երեք իր հարցազրույցում ասաց, որ մենք չենք պատրաստվում պատերազմել, կռվել ռուսների դեմ։ Ինչը ավանդույթի համաձայն նշանակում է իրենք հենց պատրաստվում են Ռուսաստանի դեմ կռվելու։ Տեսեք, ընդհանուր այս Կովկասի 3 պետությունները Հայաստան, Ադրբեջան, Վրաստան բոլոր ու հիմնական խաղացողներն էլ այս 3-ը միասին են պետք որ իրենց ֆունկցիան կատարեն, կամ այս կողմ, կամ այն կողմ, հա։ Հիմա ստացվելու է այս 3-ին միասին
դնել Միացյալ Նահանգների ծրագրերի իրագործման տակ եւ արդյոք այդ ծրագրերի իրագործումը իրենից կարող է ենթադրել ուղիղ պատերազմական գործողությունների մասնակցություն ռուսների դեմ։ Խնդիրը հետևյալն է, որ դեռևս 2010 թվականից եւ Միացյալ Նահանգները, եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը բոլորը Անդրկովկասի 3 պետություններին իրենք դիտարկում էին որպես մեկ ընդհանրություն։ Եվ իրենք այդպես են նայել։ Այդ իսկ պատճառով այն ինչ որ խոսում է տարածաշրջանի համար, խոսքը գնում է ընդհանուր երեքի մասին եւ չի առանձնացվում։ Եվ Միացյալ Նահանգների քաղաքականությունը տարածաշրջանին այդպես է շարժվում։ Վրացիները մի քիչ արագ գլխի ընկան եւ փորձում են չինգնել այդ խաղի մեջ, քանի որ փորձում թռնել գնացքից։ Ամերիկյան գնացքից փորձում են թռնել։ Եվ իրենք խնդիր ունեն եւ իրենք մի քիչ ավելի լավ են պատմությունը սերտել, քան թե մենք։ Վերջ-վերջո Ռուսաստանը 2 անգամ այս տարածաշրջանից Անդրկովկասից նահանջեց։ Եվ երբ իրենք նահանջեցին, թուրքերը սկսեցին հայերին կոտորել։ Բայց իրենք նորից հետ են վերադարձել։ Եվ իրենք երբ որ վերադարձել են, կացնով են վերադարձել։ Եվ իրենք ամբողջ տարածաշրջանը կտրել են կացնով։ Հիմա այստեղ խնդիր հետևյալն է, որպեսզի մենք նորից չընկնենք այդ կացինի տակ։ Մենք պետք է կարողանանք մեր խնդիրը մենք լուծենք։ Ռուսաստանը հսկա պետություն է, համաշխարհային պետություն է։ Ինչքան էլ արևմտամետները եւ արևմուտք պաշտողները փորձեն նսեմացնել Ռուսաստանի տեղն ու դերը աշխարհում, բայց Ռուսաստանը կարողացավ լռելիան իր քաղաքականությամբ Չինաստանի հետ միասին Աֆրիկայից դուրս շպրտել ամբողջ արևմուտքին։ Ամբողջ արևմուտքին։ Արևմուտքը այսօր փորձում է Սուդանը բաժանել 3 մասի, 2 մասի բաժանեցին, հիմա փորձում են Սուդանը 3 մասի բաժանել, Սոմալին 3 մասի բաժանել, Ջիբութիում իրենց բազաները ավելի հզորացնել եւ այլ ոչինչ չունեն։ Այսինքն աֆրիկյան 54 պետությունները, որոնք մինչև 1992-93 թվականը գրեթե ամբողջությամբ արևմուտքի տիրապետության եւ վերահսկողության տակ էին, արդեն էլ իրենց վերահսկողության տակ չեն։ 51-ը դուրս են եկել։ Իսկ աշխարհի ռեսուրսների 40%-ը Աֆրիկայում է։ Լավ, պարոն Պետրոսյան, կներեք, այստեղից գալիս է հետևյալ խնդիրը, որ Ռուսաստանը արդեն 2007 թվականին, երբ Պուտինը ելույթ ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, ինքը շատ հստակ նաև հայտարարեց, որ իրենք օտար պետությունների ներքին խնդիրներին չեն միջամտելու։ Այնպես ինչպես որ Չինաստանն էր։ Իսկ Արևմուտքը սովորություն ունի միջամտելու։ Եվ իրենք ասում են, որ թող ամեն մի պետություն, ամեն մի ազգ ինքը իր հարցերը լուծի։ Եվ Ռուսաստանը մինչ օրս ցույց է տվել, որ թեկուզ իր ազդեցության գոտում գոյություն ունեցող պետությունների ներքին գործերում չի միջամտում, բայց երբ վնասվում է իր շահը շատ ուղղակի, ինքը ուղիղ միջամտություն է իրականացնում։ Շատ լավ, պարոն Պետրոսյան, ես ուզում եմ մի հարցով ավարտենք նաև մեր եթերը։ Տեսեք, դուք ոչ թե դուք ասեք, պատմությունն է ապացուցել, որ Ռուսաստանը մի երկու անգամ առնվազն այս տարածաշրջանից հետ է քաշվել։ Եվ հետո ավելացրեցիք, որ հենց ռուսները հետ են քաշվել, իրականացվել է հայերի ցեղասպանություն թուրքերի ձեռքով, կամ թուրքերն են իրականացրել հայերի ցեղասպանություն։ Հիմա որ այս իրավիճակին նայում ենք եւ նայում ենք շանսը, հավանականություն, որ ռուսները էլի կարող են հետ քաշվել։ Իրենք հետ են քաշվել։ Լավ, հետ են քաշվել։ Բա արդյոք Նիկոլ Փաշինյանը չի կարող արդարացնել իր քաղաքականությունը, որ եղբայր ռուսները հետ են քաշվել կամ քաշվում են, մենք փորձում ենք հայ ժողովրդին փրկել յաթաղանից, որ թուրքերը մեզ չցեղասպանեն, թուրքերը թշնամի չեն գալեն։ Հիմա եթե այն գործողությունները, որոնք պիտի նպաստեն նրան, որ թուրքերը չցեղասպանեն հայերին, դա բերելու է նրան, որ ռուսները վերադառնալուց կացնահարելու են, թե այստեղ ուրիշ տրամաբանությամբ պիտի նայել, որ
դու կարող ես քեզ պաշտպանել, բայց դանակով ռուսների մեջքից մի հարվածիր։ Այդ դեպքում կացնահարման չես արժանանա։ Այն ինչը որ այսօր Նիկոլն անում է, դա մոտ 100 տարի առաջ նույն ձևով, նույն մեթոդաբանությամբ դաշնակցություն իրականացրեց անգլիացիների հետ միասին։ Արդյունքում մենք տեսանք Իսկ դանակով մեջքից չպետք է հարվածի։ Գիտեք ինչ է։ Քո շահը պաշտպանի, բայց մի դավաճանի։ Պաշտպանիր, մի դավաճանիր եւ փորձիր հզորանաս։ Մենք ունեինք հնարավորություն, որ 35 տարվա ընթացքում հզորանալու։ Մեր գիտաարտադրական հնարավորությունները չփոշիացնելու, չոչնչացնելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց քանդել Հայաստանի գոյություն ունեցող արդյունաբերությունը, դա միայն արդյունաբերության քանդումը չէր։ Դա պոլիտեխնիկի եւ պետական համալսարանի քանդումն էր։ Քանի որ այդ գիտնականները, այդ գիտաշխատողները, ովքեր որ ավարտում էին, իրենք մնում էին անգործ, եւ այդ ստացած գիտությունը Հայաստանից արտագաղթում էր։ Եվ դա է պատճառը, որ այսօր համալսարանում ֆիզիկա, մաթեմատիկական, քիմիական, կենսաբանության ֆակուլտետներում գրեթե ուսանողներ չկան։ Իրենք ավարտեն Հիմնարար գիտությունների ֆակուլտետներ։ Իրենք ավարտեն որտեղ պիտի աշխատեն։ Չկա։ Ինչու քանդեցին Մերգելյան ինստիտուտը։ Ամբողջ աշխարհը զարգանում է մաթեմատիկայի վրա։ Իրենք Հայաստանի մաթեմատիկան հավասարեցրեցին 0-ի։ Եվ սա է պատճառը, որ երբ որ խոսում են ասում են մենք 300,000 աշխատատեղ կստեղծենք, ինչով ես ստեղծել։ Երբ որ հիմքերը չունես։ Ումով ես ստեղծելու։ Սա խնդիր է։ Սա խնդիր է։ Եվ Նիկոլը չի կարող արդարանա դրանով, որ այն չկա, մենք սրանով ենք անում։ Դու չես տեսել, թե ինչ են արել։ Դու չես հասկանում, որ համակարգը, որը ստեղծվում է աշխարհում, իրար թշնամիներ են, ոչ թե բարեկամներ։ Իսկ Ռուսաստանը արջ է։ Արջի թաթի տակ գտնվողը չի պիտի ճարպիկություն ցույց տա, որ այ ես փախնում եմ, այլ պիտի ճարպիկություն ցույց տա, որ ես քեզ չեմ վնասում, բայց ես էլ ունեմ իմ շահը։ Օգնիր իմ շահը առաջ տանեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Պարոն Պետրոսյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր է ձեզ լսել։ Ես շեշտեմ զրուցում էի Հայաստան ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ, տեսություն կհանդիպենք։